Ոչ միայն պլանի ապահովում, այլև գերակատարում։ 2026 թվականի առաջին կիսամյակը պետական բյուջեի համար ռեկորդային է եղել։ Հավաքվել է 1 տրիլիոն 556 միլիարդ դրամ հարկ եւ տուրք, ինչը 2025-ի համադրելի ցուցանիշից ավելի է 200 միլիարդով կամ 14.7%-ով։ Միևնույն ժամանակ կիսամյակի համար պլանավորված սկզբնական ցուցանիշից սա ավելի է 94.2 միլիարդով կամ 6.4%-ով, իսկ վերանայված ցուցանիշից շատ է 63.7 միլիարդ դրամով կամ 4.3%-ով։ Այս աճին նպաստել է 3 գործոն։ Տնտեսության աճ, օրենսդրական փոփոխություններ եւ վարչահարության կտոր։ Բնականաբար, եթե վարչահարությունը իրականացվում է հնարավորինս որակյալ եւ պատշաճ, դա տնտեսության վրա ունենում է դրական ազդեցություն։ Սրան զուգահեռ հունվար-հունիսին 166.1 միլիարդ դրամ է վերադարձվել բիզնեսին, մանրամասնում է պետնախագահի առաջին տեղակալը, հավելելով դա 9.6%-ով ավելի է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Բոլոր ոլորտներում էլ ունենք աճեր, բայց եթե վերցնենք օրինակ առաջին եռյակը, ապա կլինի հանքարդյունաբերություն, շինարարություն եւ առևտուր։ Գերակատարումը ինքնին դրական ցուցանիշ է, արձանագրում են տնտեսագետները։ Այս աճին նպաստել են եկամտային հարկի, շահութհարկի, ավելացված արժեքի հարկի եւ բնապահպանական հարկերի ու վճարների մուտքերի աճը։ Եկամտային հարկի գծով մուտքերի աճը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով։ Դրանցից մեկը հնարավոր է աշխատատեղերի քանակի աճն է, որը մենք դիտում ենք տարեսկզբից տնտեսության մեջ։ Երկրորդը որոշ տնտեսության ճյուղերում, օրինակ հանքարդյունաբերության ոլորտում, դիտվում է նաև միջին աշխատավարձի աճ համեմատած նախորդ տարվան։ Բացի այդ, վերջին տարիների ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ակտիվորեն միջոցառումներ է ձեռնարկում ստվերային հատվածում աշխատատեղերի կրճատման ուղղությամբ եւ այս բոլոր գործոնները, ի թիվս այլ գործոնների հնարավոր է նպաստել են հենց եկամտային հարկի գծով մուտքերի աճին։ Ինչ վերաբերում է շահութհարկին եւ ավելացված արժեքի հարկին, ըստ Արմինե Պետրոսյանի տարեսկզբից տնտեսության մեջ նկատվում են որոշ ճյուղերում ակտիվության աճ, ինչի հաշվին էլ ըստ էության վճարումներն են ավելացել։ Վերջին արկատեսակը, որը նաեւ նշանակալի չափով նպաստել է հարկային մուտքերի աճին, դա բնապահպանական հարկերը եւ վճարներն են։ Այս հարկատեսակը ինքնին մեծ կշիռ չունի ընդհանուր հարկային եկամուտներում, սակայն նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 3 անգամ եւ դրանով իսկ նպաստել է նաեւ ընդհանուր հարկային եկամուտների աճին։ Եվ սա հիմնականում պայմանավորված էր հանքարդյունաբերության ոլորտում դիտվող տնտեսական ակտիվությամբ եւ ոլորտի ձեռնարկությունների կողմից վճարված ռոյալթիների աճով։ Վարչահարությունը եւս անմասն չի մնացել այս ցուցանիշներից, նշում է պետնախագահի առաջին տեղակալը։ Օրինակ վերլուծական գործիքակազմի արդյունքում, որը ենթադրում է առանց հարկ վճարողին այցելելու ստուգումներ եւ բացատրական աշխատանքներ, 53.4 միլիարդ դրամ մուտք է եղել։ Նախորդ տարվա համեմատ ավելին է 37%-ով կամ 14.4 միլիարդ դրամ։ Ունենք աճ բոլոր տիպի վարչահարությունների գծով, օրինակ ստուգումների գծով, այդ թվում համալիր արկայի ստուգումներ, թեմատիկ ստուգումներ կամ չափագրման ուսումնասիրություններ, այստեղ ունենք 43%-անոց աճ կամ բացարձակ մեծությամբ շուրջ 11 միլիարդ դրամի աճ, վերլուծական գործիքակազմերում ունենք 37% աճ կամ 14.4 միլիարդ դրամ, եւ մի քիչ ավելի զուսպ են եղել օպերատիվ գործողություններում, այսինքն կոշտ վարչահարական գործիքներում նվազեցրել ենք, ունենք 21% նվազում։ Ընդհանուր առմամբ վարչահարության աճ ունենք այս բոլորը միասին 33%։ Ընդհանուր առմամբ այս 1 տրիլիոն 556 միլիարդ դրամը առաջին կիսամյակում վճարել է 150.521 հարկ վճարող։ Միջինում մեկ հարկ վճարողին բաժին է ընկնում 10.3 միլիոն դրամ։ Պեկում հույս ունեն, որ տարվա պլանը ոչ միայն կկատարեն, այլև կհաջողվի գերակատարել։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։